Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Կարեն Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Մեղադրանք դպրոցականների նկատմամբ եկեղեցուց բերման ենթարկված տղաներին տեղափոխել են քննչական։ Ձերբակալված եղբայրների հարազատները նամակ են գրել Հայաստանի պետական մարմիններին։ Կրկնվող բախումներ տարբեր վայրերում, ինչու է քաղաքացիական պայմանագիրը հայտնվում սկանդալների կենտրոնում և ում է ձեռնտու լարված մթնոլորտը։ Թրամփը կկարողանա մեկ շաբաթում Իրանի հետ գործարք կնքել, ինչ ժամկետ է նշել ԱՄՆ նախագահը։ Քիչ առաջ դպրոցական տղաներից Միքայելը ազատ է արձակվել քննչական կոմիտեից, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, նա դատարան է տեղափոխվել։ Երկվորյակ եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Երևանի վարչության մոտից զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ, հայտնելով, որ եղբայրներին վաղ առավոտյան տեղափոխել են վարչություն առանց ուտելու։ Փաստաբանը սկզբում հայտարարել է, որ չեն կարողանում մտնել շենք, որտեղ գտնվում են իրենց պաշտպանյանները։ Ավելի ուշ ՄԻՊ գրասենյակի միջնորդությամբ նրանց թույլ են տվել մտնել ներս։ Մենք խոսում ենք առողջական խնդիրներ ունեցող երեխաների մասին, ովքեր առավոտյան չեն էլ թողել հաց ուտեն։ Բերել են քաղաքի վարչություն, որ ինչ-որ շտապ գործողություն ունեն անելու։ Մինչև այս պահը պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Լուսինե Մարտիրոսյան։ Խնդրում եմ այս անգամ արագ արձագանքեք, չլինի այնպես, ինչպես բերման ենթարկելու օրը, երբ որ բոլոր գործողությունները ավարտվեց, նոր պաշտպանները կարողացան բարձրանալ իրենց մոտ։ Հիշեցնեմ, որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո բերման ենթարկված տղաներին տեղափոխել էին Երևանի քննչական վարչություն, նրանց նկատմամբ մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով։ Դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյանների հարազատները, դասընկերները, աջակիցները բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, խնդրել են երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, հավաստիացրել են, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որևէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել։ Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են, պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ։ Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասնյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ Ուսումնառության տարիներին նրանք երբևէ որևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են և ամեն կիրակի մասնակցում են պատարակներին։ Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցու մատուցվող Սուրբ Պատարագին և աղոթքի պահին հայտնվել են Հրմշտոցի մեջ։ Հայաքվե նախաձեռնությունն անդրադարձել է Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարության մեջ շեշտել են, որ տեղի ունեցածը գործող իշխանության կանխամտածած սադրանքներ, ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը։ Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը հերթական անգամ շրջանցելով օրենքը հրահանգել է պատժել իր իսկ հրահարած միջադեպի մասնակիցներին, ասված է հայտարարության մեջ։ Հայաքվեն հաստատակամ է պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին և Մինասյան եղբայրներին և հետևողական է լինելու այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ինչ է իրականում տեղի ունեցել եկեղեցում, ինչպես է սկսվել միջադեպը և ովքեր են ձերբակալված դպրոցական եղբայրները, պատմում է Անիա Բաղյանը։ Ավագ դպրոցի աշակերտներ Միքայել և Դավիթ Մինասյանները կիրակնօրյա պատարագի էին գնացել։ Ծաղկազարդի խորհրդին հաղորդակից դառնալու ակնկալիքով էին Սուրբ Աննա եկեղեցում, մինչդեռ հայտնվեցին քաշքշուկի մեջ, այնպիսի քաշքշուկ, որի կենտրոնում վարչապետ Փաշինյանն էր։ Ականատեսներից մեկը, որ չցանկացավ հրապարակել անունը, մեզ հետ զրույցում պատմեց. եկեղեցին բազմամարդ էր և տեղաշարժվելու խնդիր կար։ Պատարագից ուշացած եկան Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այլ պաշտոնյաներ։ Հավատացյալներին աջ ու ձախ հրելով հասան խորանի դիմաց։ Կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։
Պատարագի ընթացքում հնչեց վեհափառի անունը, հաջորդեց ավետարանից ընթերցումը, որի ժամանակ էլ Փաշինյանը որոշեց դուրս գալ Լեփլեցուն եկեղեցուց։ Թիկնապահներն էլ սկսեցին ճանապարհ բացել հավատացյալներին աջ ու ձախ հրելու եղանակով։ Դավիթ եւ Միքայել Մինասյանները ըստ փաստաբանի ամեն կիրակի պատարագի են մասնակցում։ Ծաղկազարդի կիրակին միայն դրանով չէր յուրահատուկ իրենց համար։ Նրանք եկեղեցուց ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեցին։ Քննչական կոմիտեից ABC մեդիային հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Հրաժարվել են ցուցմունք տալուց, սակայն ամեն դեպքում պաշտպանական կողմը հայտարարում է եւ երեխաներն էլ են հայտարարություն արել, որ որևէ առնչություն այն կասկածանքի հետ, այսինքն որևէ հանցակազմ պարունակող գործողություն իրենց կողմից չի կատարվել։ Ավագ դպրոցի աշակերտներն առողջական լուրջ խնդիրներ ունեն, նշում է փաստաբանը։ Մարտիրոսյանի խոսքով Դավիթը սրտի եւ գլխի խնդիր ունի։ Միքայելի առողջական խնդիրների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։ Այնպիսի ախտորոշումներ, որոնք իմ կարծիքով եւ իմ գնահատմամբ դրանք անհամատեղելի են անազատության հետ ու այս պահին այս երեխեքի անազատության մեջ պահելը ամեն րոպեն իրենց կյանքի համար վտանգավոր է։ Եղբայրներից Դավիթը ծնոտի հատվածում ցավեր ուներ, հարվածել են, դատաբժշկական փորձաքննության էին տարել այսօր։ Ծնողները հոգեբանական ծանր վիճակում են։ Աշակերտ որդիներն առանց վերահսկողության եւ բուժման ԶՊՎ-ում չեն կարող պահվել։ Ծնողների մտահոգությունն ու վիճակը փաստաբաններ ներկայացնում։ Յուրահատուկ, առանձնահատուկ երեխաներ են ֆենոմենալ առաջադիմությամբ։ Ես չգիտեմ, եթե դրական կարելի է բնութագրել, ես արդեն այս 2 օրվա ընթացքում որ շփվում եմ իրենց հետ, դրական որքան գիտեք բնորոշում այդ երեխաներին կարելի է տալ։ Ձերբակալված եղբայրները Երևանի Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ են։ Փաստաբանները բնութագրերն էին պահանջել աշակերտների մասին։ Միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաև ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից եւ դասղեկից արդեն ստացել ենք միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի եւ դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն։ Սեղանին ավագ դպրոցի աշակերտների գովասանագրերն ու պատվոգրերն են դրել։ Եկեղեցու բակից ձերբակալված աշակերտներին կապում են քաղաքական տարբեր կուսակցությունների հետ։ Մինչդեռ փաստաբանը պնդում է, նրանք եւ ընտանիքի անդամները երբեք որևէ կուսակցության անդամ չեն եղել։ Աշակերտներին այսօր այցելել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Պաշտոնական հաղորդագրությունում գրասենյակից նշում են, արդյունքները կամփոփվեն եւ պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Նկատենք, աշակերտների առողջական վիճակի մասին որևէ անդրադարձ չկար պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների այցերը տարբեր վայրեր ավարտվում են լարվածությամբ, բախումներով ու ձերբակալություններով։ Եկեղեցիներ, փողոցներ, հանրային տարածքներ։ Նույն սցենարը կարծես կրկնվում է տարբեր հասցեներով։ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած վերջին միջադեպը նոր հարցեր է բարձրացրել։ Պատահականություն են այս բախումները, թե կանխատեսելի զարգացումներ։ Իսկ եթե կանխատեսելի են, ապա ինչու են իշխանականները շարունակում նույն ձևաչափով ներկայանալ արդեն լարված միջավայրերում։ Քաղաքական գնահատականներն էլ են հակասական։ Մի կողմը խոսում է սադրանքի մասին, մյուսը կազմակերպված դիմադրության։ Ինչու է քաղաքացիական պայմանագիրը հայտնվում սկանդալների կենտրոնում եւ ում է ձեռնտու լարված մթնոլորտը Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Վերջին շրջանում իշխանականների եւ քաղաքացիների միջև միջադեպերը կոնֆլիկտային դրվագները հաճախակի են դարձել։ Այս
Թեև վերջին դեպքը Սուրբ Աննայի բակում տեղի ունեցածներ, որից հետո դպրոցական եղբայրներ ձերբակալվեցին։ Նրանց կալանավորելու որոշում սակայն դեռ չկա։ Եթե նման միջադեպերը կրկնվում են տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում, արդյոք իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում կանխատեսել ու կանխել նման զարգացումները։ Եվ եթե կանխատեսում են, ապա ինչու են շարունակում նույն ձևաչափով այցելությունները առանց լարվածությունը նվազեցնելու փորձի։ Դրանք լավագույնս ցույց են տալիս, թե ինչքան հեռու է Փաշինյանը ժողովրդավարական արժեքներից, թե ինչպես է ինքը եւ իր թիմակիցները արձագանքում այդ միջադեպերին, կարծում եմ մեր քաղաքացիները դա տեսնում են։ Սովորական հավատացյալ մարդը եկեղեցի գնալուց առաջ պիտի մտածի այսինչ եկեղեցին դիրադավերի առաջարկած եւ Փաշինյանի առաջարկած տեքստով է պատարակ մատուցելու թե ոչ, արդեն իսկ ուղեղում չտեղավորվող ահավոր իրողություններ։ Պատգամավորը համոզված է, նման հանդիպումները ոչ միայն չեն հանգուցալուծում խնդիրները, այլ երբեմն էլ ավելի են սրում իրավիճակը։ Նրանց գնահատմամբ իշխանականների ներկայությունն ինքնին դառնում է նյարդային ֆոն ստեղծող գործոն, իսկ շփման ձևը հաճախ ընկալվում է որպես սադրող հանգամանք։ Փաշինյանը բնականաբար շատ լավ գիտեր, ինչպես հարցում նշեցիք, որ Սուրբ Աննայում հնչեցվելու է Գաղափար Հայրապետի անունը, ինչպես եւ կարգն է, ուստի ինքը այդ գործողությունը անելիս հստակ գիտակցում էր, թե ինչ միջադեպեր կարող են լինել, հետեւաբար դրանց պատասխանատվությունը 100%-ով իր վրա է։ Մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները պնդում են, իրենք բախվում են կազմակերպված դիմադրության եւ սադրանքների, իսկ միջադեպերի սրումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Մարդասպան, մարդագեր, առնախում եւ սրբապիղծ կլանի սաննել իրենց նման պետք է լինի։ Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձի դրվագը իր բնույթով հստակորեն արձագանքում է կամ արձանագրում է, թե ինչի մասին է առնախումների կլանը։ Այնուամենայնիվ նման բախումներից հետո հաճախ մարդկանց բերման են ենթարկում, իրավական գործընթացներ են սկսվում, ինչն էլ նոր լարվածություն է առաջացնում հասարակության մեջ, խորացնելով անվստահությունը։ Նպատակն ըստ մասնագետի հանրությանը ճնշելն ու վախեցնելն է։ Հատուկ եկել եմ Մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հատուկ եկել է իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարակի էին եկել։ Եկել է մարդկանց վատություն անելու, եկել է տոնը փչացնելու, եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելու, երբ ինքն ու իր մի քանիսը ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված եւ 100 հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ 100 հազարներին։ Դրանից հետո ինչ ռեակցիա է սպասում։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ երկու տարբերակ է մատնանշում, երկուսն էլ հավանական է համարում։ Կամ իշխանության ներկայացուցիչները կտրվել են իրականությունից ու չեն պատկերացնում, որ իրենք այլևս ընդունված չեն հասարակության կողմից, կամ էլ ամեն բան դիտավորություն է եւ ուզում են ինչ-որ միջոցներով զրկել ընդդիմությանը ընտրությանը մասնակցելու հնարավորությունից։ Իրենք շատ լավ հասկանում են, որ պարտություն այս ընտրություններում դա կարող է իսկապես բավականին լուրջ ազդեցություն ունենալ իրենց սեփական անվտանգության վրա, իրենց հետագա ճակատագրերի վրա։ Այդ իսկ պատճառով հիմա քանի դեռ իրենց ոստիկանության կամ իրենց ուժայինների պաշտպանության տակ են, առայժմ նման դրսևորումներ են իրենց թույլ տալիս։ Հակոբյանը նշում է, քաղաքացիական պայմանագրի հետ հանդիպումներին ներկա մարդիկ էլ բերված են տարբեր տեղերից։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին մոտենում է Փաշինյանին ու ներկայանում Բաքվի գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուջյանի հորաքույր։ Որ մեզ տղային վերադարձրիք, շատ ուրախ ենք ձեզ համար, գիտենք։ Սուջյանն ավելի ուշ հերքել էր տեղեկությունն ու գրել, որ չի ճանաչում իր հորաքույր ներկայացած կնոջը։ Սդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդելյանը խոսել է արցախցիների բնակապահովման ծրագրի մասին, որը շարունակում է մնալ օրակարգային։ Հանդելյանի խոսքով այն պետք է ունենա պարզ լուծումներ, պետք է հանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պահանջը, զգալիորեն ավելացնել սերտիֆիկատներով տրամադրվող փողը, առանձին քաղաքականություն մշակել միայնակ անձանց կամ փոքրաթիվ ընտանիքների համար։
Վաշինգտոնը փորձում է արագացնել բանակցությունները Թեհրանի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի մինչև ապրիլի 6-ը հասնել Իրանի հետ նոր գործարքի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ երկրներին պատրաստվել Իրանի շուրջ հակամարտության ֆոնին համաշխարհային էներգետիկ շուկաներում երկարատև խափանումների։ Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել պաղեստինցիներին, որոնց դատապարտել են իսրայելցիների սպանության համար։ Օրենքի ընդունումից հետո Իսրայելի ազգային անվտանգության նախարարը եւ մի քանի պատգամավորներ հրապարակայնորեն ողջունել են որոշումը, այն որակելով կարևոր քայլ անվտանգության ապահովման համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իրանը ենթադրաբար 2 անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Թրամփին։ Նա պնդել է, որ հազարավորներ են սպանվել եւ խեղվել Աֆղանստանում ինքնաշեն պայթյուցիկ սարքերից։ Նա նաեւ նշել է, որ Իրանը ռմբակոծել է ԱՄՆ դեսպանատները։ Եվ վերջում կանադացի երգչուհի Սելին Դիոնը կվերադառնա բեմ մկանային կաշկանդվածության համախտանիշի ախտորոշումից 4 տարի անց, որն ազդում է նրա ձայնի եւ երգելու ունակության վրա։ Սելին Դիոնը բեմ վերադառնալու մասին հայտարարել է մարտի 30-ին իր 58-ամյակին։ Փարիզում նախատեսված է 10 համերգ, որոնք տեղի կունենան 2026-ի սեպտեմբերին եւ հոկտեմբերին։ Տոմսերը կվաճառվեն ապրիլի 7-ից։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։ Նոր տաղավար, նոր տեխնիկա, նոր մտածողություն։ Ավելի արագ արձագանք, ավելի սուր կադր, ավելի մաքուր պատկեր։ Սա արդեն ուրիշ որակի եթեր է։ Պետք է խնդրեմ դուք միկրոֆոնը բռնեք։ Քաղաքացիները փորձել են իրենց ուժերով Ոստիկանությունը մտել է իրենց բնակարան, հակակոռուպցիոն դատարանի դիմաց։ Ամեն վարքյան, ամեն ուր։ Ինչու է բռնկվել հրդեհը։ Մենք չենք խոսում ամեն ինչի մասին։ Մենք ընտրում ենք կարևորը։ Փոխիրալիքը ABC Media